Վսնգավ, որ ուժեղ Հայաստան կազմակերպության վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանը ինչ-որ ստատուս է գրել և խոսել է բախտի բերմամբ ԱԺ նախագահ դարձած ինչ-որ մարդու մասին։ Ես հասկանում եմ, որ իրանք շատ մեղսրտած են, որ ես տենց շարունակաբար մեկնաբանում եմ իր հոպարի ռուսաստանցի օլիգարխի հայերեն չխոսելու, միտք չունենալու, միտքը կտրտված ներկայացնելու և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում գոյություն ունենալու հարցը և սա դրա արձագանքն է, ասեմ, որ դա շարունակվելու է և շատ ավելի սաստկանալու է, կախված նրանից, թե որքանով տվյալ անձը փորձ կկատարի Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին խառնվել Ռուսաստանի Կալուգա քաղաքից, բայց ստեղ հիմա կարևորը ինչն է, կարևորը այն է, որ իմ համար զարմանալի է իրենց ուժեղ փորձել ներկայացնող մարդկանց այս սեթևեթումը, երբ իրենք փորձում են ամեն ինչ անել, որ ես հանկարծակի հնարավորություն չունենամ դատական հայց ներկայացնեմ։ Դե ուժեղ տղա, ես առաջարկում եմ, որ դու գրես, դու ում նկատի ունես ասելով բախտի բերմամբ ազգային ժողովի նախագահ դարձած և ում նկատի ունես ասելով, որ կազինոներին կամ օնլայն կազինոներին հովանավոր է կանգնել և մարդկանց նստացրել է կազինո խաղալու վրա։ Եթե այդքան ուժեղ ես, ապա գրի անունս, թե չգիտեմ, ինչ-որ փաստաբաններ, ինչ-որ Ամստերդամներ, ինչ-որ Ռոտերդամներ և մնացած դամները քեզ խորհուրդ են տվել մաքսիմալ զգույշ լինել և մաքսիմալ վախենալ այն բանից, որ ուղիղ խոսես, կարող է դրա համար պատասխանատվության ենթարկվես։ Դե ինչ, Նարեկ Կարապետյան, քեզ 24 ժամ ժամանակ կամ ընդունիր, որ դու վախենում ես իմ անունը տալ, կամ ընդունի, որ դու նկատի ունես հանրապետական կուսակցության որևիցե այլ ազգային ժողովի նախագահի կամ որևիցե այլ երկրի կամ չգիտեմ մի բան հնարի, վստահ եմ ձեր մոտ դա կստացվի, մոնտաժեք, կմկմացեք և հրապարակեք, թե կոնկրետ ում նկատի ունես քո վերջին ստատուսը գրելու ժամանակ։ Սիրելի հայրենակիցներ, արագ մի բան ասեմ, ուզում եմ շնորհակալություն հայտնել, ես այսօր ժամը 2:30-ից եղել եմ Ամիրյան փողոցում և հրապարակի տարածքում և առանց չափազանցության իմ հետի աշխատակիցը հաշվառել է, նկարվել եմ 1000-ից ավել մարդու հետ, տարբեր երկրներից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Հայաստանի տարբեր քաղաքներից, տարբեր մարզերից, Երևանի տարբեր վարչական շրջաններից մեր հայրենակիցների հետ։ Այն էմոցիան, այն սերը, այն հարգանքը, որը որ մենք ես տեսա, ես չեք պատկերացնում ինչ էներգիայով է լցրել ու ես անչափ շնորհակալ եմ ձեզ։ Շնորհավոր քաղաքացու օրը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին տերն է իր երկրի և տեր է կանգնելու իր երկրին, մեր երկրի խաղաղությանը, առաջընթացին և ևս մեկ անգամ շնորհակալություն։ Դուք չեք պատկերացնում, դուք ինչ եք անում ձեր սիրով, ձեր վստահությամբ, որը որ մեզ տալիս եք։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և շնորհակալություն, որ մեր մեջքին կանգնած եք, ինչպես մենք ենք մեր ժողովրդի մեջքին կանգնած։ Արագ մի բան ասեմ, ուրեմն վարչապետ ազգային ժողովում օրինակաբերում, որ ընդդիմությունը շատ վատ է խոսում հայ ժողովրդի մասին, օրինակ է բերում իրենց կողմից ասված, օգտագործված բառեր, այդ թվում նաև շունշանգյալը, որը օրերս մի ձայնագրության մեջ դուրս եկավ և ասում է, ես չեմ ուզում հավատալ, որ նման խոսույթը հայ ժողովրդի մոտ, հայ ժողովրդի նկատմամբ, լինի դա որևիցե դիմադիր կուսակցության հետևորդ, թե չլինի, կգտնի որևիցե աջակցություն։ Ուրեմն սրանք բռնում են Նիկոլ Փաշինյանին, ով հայտնի է ժողովրդի նկատմամբ իր հարգանքով, իր վերաբերմունքով, ու հիմա փորձում են պտտել այդ խոսույթը վարչապետի դեմ, իբր վերագրելով, որ վարչապետը նման բան է ասել։ Ուրեմն ես պաշտոնապես ձեզ ասում եմ, դուք ստախոս եք և մանիպուլյատոր եք և հանկարծ չփորձեք, որտեղ Հայաստանի ժողովուրդը համ ձեզ է լավ ճանաչում, համ Նիկոլ Փաշինյանին է լավ ճանաչում, համ մեզ բոլորիս լավ է ճանաչում։
Լավ մնացեք, սիրելի հայրենակիցներ։